Ճագար եղբայրը, նրա բարեկամներն ու թշնամիները։ Աղվես եղբայրը հրձիկ։ Ճագար եղբայրը շատ թշնամիներ ուներ։ Բոլոր գազանները, որոնք ունեին սուր ճանկեր, կտուցներ ու ժանիքներ, նրա թշնամիներն էին։ Աղվես եղբայրը, Գայլ եղբայրը, Արջ եղբայրը ու Բազե եղբայրը նրա ամենաչար թշնամիներն էին։ Բոլորն էլ աշխատում էին բռնել նրան։ Բայց ճագար եղբայրը շատ ճարպիկ էր, այնպես որ նրանք ստիպված էին բարի հարևաններ ձևանալ։ Ժամանակ առ ժամանակ նույնիսկ այցելում էին նրան, իսկ մեկ-մեկ էլ իրար հանդիպում էին ուրիշ հարևանների տներում։ Երբ տանն էին լինում, երբեք չէին ցույց տալիս իրենց ժանիքները, բայց հեշտությամբ կարող էին բռնել ու սպանել մի հարևանի, եթե նրան մենակ պատահեին դաշտում, թեկուզ և 1 ժամ առաջ նրա հետ քաղցր բարեկամական զրուցած լինեին։ Եթե պատահեր, որ Աղվես եղբայրը, Արջ եղբայրն ու Գայլ եղբայրը միասին լինեին, այդ կնշանակեր, որ նրանք մեկին վատ բան էին ուզում անել։ Նրանցից ամենաչարը Աղվես եղբայրն էր, որ շատ վնասակար կենդանի էր։ Եթե նա հանդիպեր մի ավելի թույլ ու փոքրիկ կենդանու, անպատճառ կփորձեր նրան վնաս հասցնել։ Այդ բոլոր փոքրիկ ու անվնաս կենդանիները ճագար եղբոր բարեկամներն էին, որոնց նա միշտ օգնում էր վտանգի պահին ու մեկ-մեկ էլ նրանք էին օգնում ճագար եղբորը։ Ճագար եղբայրն այնքան շատ էր խաբել ու հիմարացրել Աղվես եղբորը, որ սա աչքերը 4 արած հետևում էր, որ հաջողեցնի մեկին էլ ինքը խաբել։ Օրերից մի օր, մեծ ճանապարհով գնալիս, նա հանդիպեց կրյա եղբորը։ Աղվես եղբայրը որոշեց մի խաղ խաղալ կրյա եղբոր գլխին, որովհետև նա շատ դանդաղաշարժն էր ու իրենից փախչել չէր կարող։ Այսպես, Աղվես եղբայրը մոտեցավ կրյա եղբորը, իրեն շատ ուժեղ ու խիզախ զգալով։ «Ինչպե՞ս ես, կրյա եղբայր»։ «Կամաց, պատասխանեց կրյա եղբայրը։ Ես ինձ այնքան էլ լավ չեմ զգում, Աղվես եղբայր, դու ինչպե՞ս ես»։ «Օ, շատ լավ եմ, ինչպես միշտ», ասաց Աղվես եղբայրը։ «Կրյա եղբայր, աչքերդ ինչու են այդքան կարմիր»։ «Շատ անախորժություններ եմ տեսնում, դրանից է»։ «Դու չես տեսնում, բայց ես տեսնում եմ, շատ եմ տեսնում»։ «Ոչ, ինչ ես ասում, կրյա եղբայր, դու դեռ իսկական անախորժություն չես տեսել։ Եթե ուզում ես տեսնել, գնանք ինձ հետ։ Ես հենց այն մարդն եմ, որ կարող է քեզ ցույց տալ, թե ինչ բան է անախորժությունը»։ «Շատ լավ», ասաց կրյա եղբայրը։ «Եթե դու անախորժություն ցույց տվողն ես, ես էլ հենց այն մարդն եմ, որ ուզում է տեսնել այն»։ Այնուհետև Աղվես եղբայրը հարցրեց կրյա եղբորը. «Դու երբևէ տեսել ես անտառի ոգուն»։ «Ոչ», պատասխանեց կրյա եղբայրը, «չեմ տեսել, բայց նրա մասին լսել եմ»։ «Անտառի ոգին հենց այն անախորժությունն է, որի մասին ես խոսում էի», ասաց Աղվես եղբայրը։ «Իսկ ինչպե՞ս կարող ենք նրան տեսնել», հետաքրքրվեց կրյա եղբայրը։ Աղվես եղբայրը բացատրեց. «Եթե ուզում ես տեսնել անտառի ոգուն, դու պետք է այն 4 խոտերով ծածկված դաշտի կենտրոնում նստես։ Հենց այդ պահին անտառի ոգին կհայտնվի քեզ»։ Կրյա եղբայրը գլխի ընկավ, որ իրեն ինչ-որ վատ բան է սպառնում, բայց Աղվես եղբորից ազատվելու հնար չկար, իսկ կռվել նրա հետ բոլորովին չէր կարող։ Չէ՞ որ այնքան էլ ուժեղ չէր։ «Ինչ լինելու է, թող լինի», մտածեց նա ու ասաց. «Այդ դեպքում, Աղվես եղբայր, օգնիր ինձ ցանկապատն անցնել ու ես կհամարձակվեմ գոնե մի աչքով նայել անտառի ոգուն»։ Աղվես եղբայրը օգնեց նրան, և երբ կրյան գրեթե հասել էր դաշտի կենտրոնին, Աղվես եղբայրը ինչքան ուժ ուներ վազեց դեպի Մեդուոզ մայրիկի տունը։ Իբր թե ծխամորճը վառելու համար, կրակ խնդրեց ու ամբողջ դաշտը 4 կողմից հրդեհեց։ Սկզբում կրյա եղբայրը չնկատեց կրակը, որովհետև նա ամեն ինչում շատ դանդաղաշարժ էր։ Նա դանդաղ սողում էր դեպի կենտրոնը, երբ պատահմամբ հանդիպեց մի թփի ստվերում քնած ճագար եղբորը։ Սա միշտ մի աչքը լայն բաց արած էր քնում, և երբ լսեց, որ կրյա եղբայրը խոտերը շարժելով առաջ է գալիս, միանգամից վեր թռավ։ Նրանք իրար ձեռք սեղմեցին, միմյանց ընտանիքների առողջությունը հարցրին։ Շուտով կրյա եղբայրը պատմեց, թե ինչ է պատահել, որ ընկել է այդտեղ։
Ճագար եղբայրը հոտոտեց օդը ու ասաց. «Բախտիցդ ինձ հանդիպեցիր հենց հիմա եւ ոչ ուշ։ Գիտես, որ քիչ հետո երկուսս էլ կտապակվեինք կրակում»։ Կրյա եղբայրը մահու չափ վախեցավ ու լացակումած ասաց. «Ես ուզում եմ այստեղից դուրս գալ, ես ուզում եմ այստեղից դուրս գալ, ես չեմ ուզում տապակվել»։ «Քո մասին ես ինքս կհոգամ», ասաց ճագար եղբայրը։ «Մի վախենա, կրյա եղբայր»։ Նա կրյա եղբորը տարավ դաշտի կենտրոնը, որտեղ նրանք մտան մի փչակավոր կոճղի մեջ։ Կրակը ամբողջ խոտը այրեց, իսկ նրանք ողջ առողջ նստած էին փչակում։ Երբ հրդեհն անցավ, կրյա եղբայրը դուրս նայեց, տեսավ աղվես եղբորը, որը վազվզում էր ցանկապատի մյուս կողմում։ Կարծես թե ինչ-որ բան փնտրելիս լիներ։ Ճագար եղբայրը նույնպես դուրս նայեց ու տեսավ աղվես եղբորը։ Ձայնը նմանեցնելով կրյա եղբոր ձայնին նա գոռաց. «Աղվես եղբայր, աղվես եղբայր, այ աղվես եղբայր, շուտ արի, հասիր, ճագար եղբորը բռնել ենք»։ Աղվես եղբայրը թռավ ցանկապատի վրա եւ փչակի մեջ ճագար եղբոր ականջները տեսնելով ամեն ինչ մոռացավ ու իրեն գցեց վառվող խոտերի մեջ։ Նա անմիջապես այրեց իր ոտքերը եւ տաքությունից շիկացած գետնի վրա ցավից սկսեց կաղկանձել ու գալարվել։ Ինչքան շատ էր գալարվում, այնքան շատ էր այրվում։ Ճագար եղբայրն ու կրյա եղբայրը կոճղի վրա նստել նայում էին։ Նրանք գոռում, գոչում ու ծիծաղից տրաքվում էին, այնպես, որ կրյա եղբայրը չկարողացավ հավասարակշռությունը պահել։ Վայր ընկավ կոճղից ու այրեց մեջքը։ Ճագար եղբայրը նորից փրկեց իր ընկերոջ կյանքը։ Կամաց-կամաց աղվես եղբայրը դուրս եկավ դաշտից ու կաղալով մեկ այս, մեկ մյուս ոտքով գլուխն առավ փախավ։ Սա մի լավ դաս եղավ աղվես եղբոր համար, եւ ոչ միայն աղվես եղբոր։ Չար մարդիկ, որոնք փորձում են ուրիշին կրակի մեջ գցել, միշտ առաջինն իրենք են այրվում։ Սակայն աղվես եղբայրը ու իր բարեկամները երբեք իրենց գլխում չեն պահում այս դասերը։ Ինչպես ձեզ հայտնի է, դա շատ վատ է։